Մենք շատ կարևոր բան ունենք ձեզ ասելու։ Ասեք։ Իվան, ես մի հատ լուր ունեմ ասելու քեզ ու են էլ վատը։ Մենք իմացել ենք, որ ձեր stepmom-ը ուզում է ամուսնանա ձեր daddy-ի հետ, որ հետո արագ divorce անի ու take անի everything he has։ Հիմա կարող ես մարդավարի բացատրել այդ ամեն ինչը։ My God, Մանեն շատ բարձ ամեն ինչ բացատրեց։ Նիկան որոշել է ամուսնանալ ձեր պապայի հետ, պայմանագիր կնքի, բաժանվի, որ ամբողջ ունեցվածքը ձեռքից խլի։ Պապան այդ ինչ ունի մի հատ էլ ձեռից խլե։ Մաքսիմում մի ժիրո ձեռից խլեն, այն էլ դեմ չենք։ Կարանքը Միրոյին էլ տանք որպես բոնուս։ Չամաչեցիր Իվան, ամոթ քեզ։ Ու դու պատրաստ ես տենց հեշտ ու հանգիստ Միրոյից ազատվել։ Վայ մի հատ կարակ հանգստանաք։ Չեք հասկանում, որ այս ամեն ինչը շատ լուրջ է։ Նիկան համագործակցում է Ոմն Զորոյի հետ։ Ու իրանք որոշել են ռեստորանն է մեր ձեռքից խլեն։ Բայց մի րոպե։ Ռեստորանները պապայի անունով չեն։ Իվան, դու չգիտես հերետ Նիկայի խորիզով բուլկիների խաթր ինչերա հորինել։ Anyway, չեք հասկանում, որ այս տունը հաստատ կարա դառնա իրանցը։ Բայց այս ամեն ինչը դուք որտեղից եք իմացել։ Ալվարդ կարող է աստղերն են հուշել։ Չէ Ժիրո, լսել ենք։ Ժիրո, ես իրանց հավատում եմ։ Ինչի։ Դե որովհետև կյանքում առաջի անգամ միաձայն են, չեն վիճում, իրար միշտ չեն ուտում։ Հավատում ես ու տենց հանգիստ նստել ես, տաքսի եմ կանչում գնանք պապային ամեն ինչ պատմենք։ Ախպերները հետ են գալի նոր սենարով Ամով հոտով դզած փչած կերպարներով Ծնողների ցանկությունը կատարելով Ամուսնանում են օրինական ճանապարհով Բնակվում են ախպերները նույն հասեյում Ամբողջ օրը կռվում իրար մի սենուտում Այս ամենին մի նոր պրոբլեմ է ավելանում Պապամ նոր ու ջահել, մամայա օջախ Ուզում եք իմանալ ապարտը պատմության Հարմար տեղավորվեք զինվեք համբերությամբ Սկսում ենք սիտքոմը ընտանեկան Սպասված և շատ սիրված Ժիրո Իվան Ուզում եք իմանալ ապարտը պատմության Հարմար տեղավորվեք զինվեք համբերությամբ Սկսում ենք սիտքոմը ընտանեկան Սպասված և շատ սիրված Ժիրո Բտերն են մոտենում, շուտով ամանոր է։ Բաչա կյանքս ես ինչ ամանորյա տրամադրություն ունես։ Իա, բա ոչ չունենամ լավ տրամադրություն։ Հերիք չի ամուսնանում եմ, Բիբան էլ նոր տարվա օրով։ Պիտի զանգեմ Բիբանին ասեմ, որ հարսանիքի սեղաններին նոր տարվա բութ դնի։ Տեստես աթենքին էլ լավն է։ Եթե նագեցները սենց համով է, ինձ թվում է բդերն էլ համով կլինի։ Հասկացա։ Դե անի մի հատ բենզինանուշիկի շորերը փորձի։ Ես ինչի պիտի ջունանուշիկի շոր հագնեմ։ Արի կասեմ, արի։ Պատրաստելու մեր նորտարվա հանդես, նորտարվա հանդես, նորտարվա հանդես։ Դժվել է, ոնց կարա Նիկան ինձ գցի։ Պապաջան հավաստի աղբյուրներից ենք իմացել, որ Նիկան քեզ չի սիրում։ Նա քո փողերն ասի, այսինքն իմ։ Իմ։ Ժիրո իմ։ Մի րոպե, ես հասկացա։ Պաստորեն, դուք նախանձում եք, հա, ձեր հորը։ Չեք ուզում, հա, ձեր հերը երջանիկ լինի։ Ավելի պապ, դու չես հասկանում ախր։ Անհասկացողը դու ես։ Մի րոպե, ես հիմա հեշտ ձևով կբացատրեմ։ Պապ, այս անտարի խավիարը դու ես։ Այս գդալն էլ Նիկան է։ Նիկան, սենց գլուխդ բացում է։ Ուղեղդ մեջից այսինքն ուտում է, որ գլուխը դատարկվի, ոչինչ չհասկանաս ու տունը մեր ձեռքից խլի։ Ժիրո։ Մոտիկ արի։ Արի։ Հալա։ Հիմա օրինակ ես բերի։
Էդ ինձ ասեցիր հիմար։ Ոչինչ, մեծ աղբեր։ Հանգիստ ես քո թեման չի արդեն։ Ջիրո ջան, լավ, հանգիստ։ Դա դեկաշ։ Հաշեմ։ Հո։ Դեկա։ Լավներ բայց։ Ին, պապա։ Իվան, Պապա, գնա։ Չհասկացա։ Ես ինչ պատմություններ եք հորինում։ Ամոթ ձեզ։ Պաստորեն սենց պատմություններ եք հորինում, որ ձեր հոր հարսանիքի համար 2 կոպեկ փող չծախսեք, հա։ Ոչինչ, ես ուրիշ ռեստորան կգտնեմ, ուրիշ կազմակերպիչներ կգտնեմ, ուրիշ որդիներ կգտնեմ։ Տունը կգտակեմ իրանց, ամոթ ձեզ, Իվան մանավանդ քեզ։ Giro Ivan Van Ալվարդ ինչ ես անում։ Բարձ ես պատվիրում։ Հա, Ինչի համար։ որ եթե Նիկայի պլանը իրականանա մեզ տնից դուրս հանի, մենք դուրսը մնանք, գլուխը սառը ասֆալտին դնելու տեղ ունենամ։ Մի վախեցի, հեսա Ժիրոն Վաչագանին ամեն ինչ կբացատրի։ Ես հենց դրանից եմ վախում, որ Ժիրոն է բացատրողը։ Հն, Իվան, հավատաց։ Չէ։ Բա հիմա ինչ ենք անելու, Իվան։ Մենք պետքա գտնենք Զորոյին, հասկանանք ով է։ Շատ լավ միտք է։ Ես հեսա արագ կմտնեմ Instagram ու կնայեմ թե Նիկայի նկարների մեջ Զորո անունով լայքող կա։ Ես է կգնամ սուրճ կդնեմ, սուրճից բաժակը շուռ կտամ, հետո կգնամ քարտերս կվերցնեմ, կգամ ու կգտնենք Զորոյին։ Ապրեք։ Դուք ոչ մի բան էլ մի արեք, անցեք ձեր գործին։ Ես ու Իվանս կարապետին կգտնենք։ Ինչ կարապետ, Ջիրո, Զորո։ Հա ինչ։ Քիչ լեռնիկ կա, որ Իվան են ասում։ Լեռնիկն ով է։ Բա դու ով ես։ Ոչ պոպոջան, ինչի սրա տեղը մի հատ բոմբոներ կա չբերեցիր, նոր տարուն տանեինք, մեկին նվիրեինք ու պրծնեինք, սրանից։ Իրո՞։ Էդերի աչ թարթիչդ միացրել ծախ ես մտնում։ Չէ, Սեբաստիան, ես կոմ արի։ Ժիրոն է ինձ կանչել։ Իվանի կաբինետում ինձ են սպասում։ Լսի, դու կիմանաս թե ինչ է եղել։ Էդ ինչու է Ժիրոն առավոտից Իվանի սենյակում։ Ոնց, դու չգիտես։ Նո։ Իվանը զանգել է Ժիրոյին, խնդրել է անգելա ոդքերը, աղաչել է, որ գա Կասաբլանկան տիրություն անի։ Ռեստորանը լավ չի աշխատում։ Չէ։ Իսկ քեզ ինչ էին կանչել։ Ինձ է կանչել են ռեստորանի մենեջեր։ Իդեպ, դու վաղվանից տեղ չես աշխատելու։ Նո։ Հենց դա մենակ ես եմ ստեղ աշխատում։ Առավոտից ոչ մեկ չկա։ Արևտուրն անում եմ, մաքրությունն անում եմ, ուտելիքը պատրաստում եմ։ Ինչ եղավ այդ նագեսները։ Հիմա կբերեմ դիսվիտ ու սպասարկում եմ։ Վազի։ Pardon. S'il vous plaît. Et voilà. Ձեր խրթխրթան նագեցները։ Bon appétit. Տղաները չեն ուզում, որ մենք իրանց օգնենք, բայց հիմա իրանց մեր սփորտն է պետք։ Իրենց ոչ թե մեր սփորտն է պետք, այ Զորոն է իրանց պետք։ Վայ Ալվարդ, եթե հիմա ասածով անենք, հաստատ կօգնենք իրանց։ Մանը համոզված ես, որ կաշխատի։ Հա, վերցրու իմ հեռախոսով նկար։ Սիրելի հետևորդներ, Ժիրո ռեստորանը հայտարարում է նոր ակցիա։ Քանի որ մեր ռեստորանի անունը Մարդու անուն է, ավելի ճիշտ իմ Մարդու անունն է, ապա մենք հայտարարում ենք անունների ակցիա եւ սկսում ենք Զ տառից։ Եթե ձեր անունը Զորայր է, Զորաբե, Զորավար է կամ Զորապետ է, բայց դες կարճ ասում են Զորո, ապա ձեզ համար այսօր գործում է 100% զեղչ եւ 0% սպասարկման վճար։ Դե ինչ Զորո։ Արի Ժիրո։ Ու ինչ։ Ու այն, որ հիմա քաղաքում ինչքան Զորո կա, գալու են այստեղ։
Մանե, բայց այս հեռախոսը շատ լավ է նկարում։ Ես էլ եմ ուզում այս հեռախոսից։ Արի մտնենք Mobile Center-ի էջ ու պատվիրենք։ Հա, իդեպ, իրանց մոտ էլ կա շատ լավ ակցիա՝ 0% տոկոսադրույք, 0% կանխավճար եւ 0% սպասարկման վճար։ Շատ լավ բան ես ասում։ Սպասի։ Էս մեկն է Galaxy Z Fold 7։ Իվան, նա ինչ պլան ենք մշակել։ Վերցնում ենք զենքերը։ Գնում ենք անձնագրային։ Ես գոռում եմ։ Սիրելիներս, սա կողոպուտ չէ։ Բան ենք ճշտում, դուրս գանք։ Ու այդ ժամանակ մի օր թռնում է պարանես մեկի վրա, վերցնում է զրտարով պատկաները ու օրը թախտում է։ Ու գալիս ենք ստեղ, հանգիստ պայմաններում Զորո անունով բոլորի հասցեները հանում ենք։ Ոնալ հիվանդներ։ Սենկով մտնում են ոստիկանություն։ Անձնագրայինը ոստիկանությունն է։ Ժիրը դե ճիշտ ասում էլի։ Պասպորտները կապույտ գույնի են։ Էլ ինչ պլաններ ունեք։ Լիքը։ Մեկը կա շատ հանճարեղա, բայց դժվար է։ Ինչ հավոր։ Արի ասեմ։ Վերկաց։ Դե վերկաց հայ։ Միրոյի։ Սարքում ենք Թրամփի նման։ Վիդեո ենք նկարում, որտեղ Թրամփը ասում է, այս տարի Հայաստանից ոչ ոք գրին քարտ չի շահելու, բացի մի հոգուց, Զորոից, ում սիրածն է Նիկան։ Զորոն նայում է, ուրախանում է, գալիս է դեսպանատուն, մենք էլ թաքնված տեղերից ենք թռնում ենք ու բռնում ենք։ Ուրան բութանկյուն երանկյունիներ, ռանդերդ քաշեք ստեղից, քաշեք։ Թողեք մտածեն։ Կգնանք, բայց մի պայմանով։ Մեզ տալիս ես մի միլիոնատ վերտալյոտ մեկ է $1 դոլար։ Տաքսի կանչի գնանք։ Այ որ իմանամ այդ կանչելով ես ձեզնից կպրծնեմ, մեծ սիրով կկանչեմ հենց։ Քարտդ կկծես։ Մեկ է բիզնես կլաս։ Ձեզ կամֆորտն էլ է շատ, ռադերեք։ Զենքս։ Հարցրու։ Սպրծացի՞ր։ Ոստենտես։ Բարի ախորժակ։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Զորոների ակցիան ստեղ է։ Այո, բայց պետք է անձնագիր ներկայացնեք։ Զորապյան Զորո Զորայրի։ Հա, բայց դա կապ չունի, մենք ձեզ չենք կարող 300% զեղչ տալ։ Անցեք նստեք։ Անթեր չկա։ Տեսար, որ ասում էի կստացվի։ Լսի, ես չէի պատկերացնում, որ քաղաքում այսքան Զորո կա։ Լավա Նիկայի սիրած անունը Տիգրան չի։ Հաստատ գնա։ Ստոպ։ Մեր մոտ մուտքը այսօր միայն Զորոներով է։ Բայց ինձ էլ են Զորո ասում։ Անունը Զորուհի է։ Հա։ Դե ուրեմն անցեք, բայց հետո գնացեք պասպորտ սեղան անունը փոխելու։ Ալո, ոստիկանությունցա։ Մարդ ենք փնտրում։ Արտակինը։
իր արտաքինը ես չեմ կարող բացատրել, բայց կարող եմ նկարագրել իր սիրուհու արտաքինը։ Ալո։ Ալո։ Իվան, բերել ենք։ Ինչ եք բերել։ Զորոին։ Ինչ եք ասում։ Ուրա։ Միրո, հանի։ Հրայի ապուշներ, եսի զորոն չի։ Եսի զորոն է։ Իվան, դու մտածում ես մենք այնքան տուպո ենք, որ Զորոին ու Զորոին իրարից չենք տարբերում։ Ես ուղղակի զուգադիպություն է։ Անուտ ի՞նչ է տղա ջան։ Իմ անունը Զորո է։ Տեսար։ Ու տախտակամացներ։ Որտեղից եք գողացել երեխու։ Նախ տախտակամածա աղբերը տա եւ երկրորդ տոնածառի տակից հանդես էր հաղորդավարը հայտարարեց իսկ այժմ ելույթ կունենա Զորո մենք էլ բռնեցինք բերեցինք Իսկ ոչինչ որ մեր փնտրած Զորոն պիտի Նիկայի սիրեկանը լիներ Միրո ընկել ենք Զորոյով մոռացել ենք այդ փաստի ասին Իմ պապան ոստիկան է գալու ասաղի տանի բանտ Զորո ջան սա հանդեսի շարունակությունն է Հա ես քեզ նվեր եմ տալիս Անգնիչ Երցրու այս սրճեփը կտանես տուն երբ կմեծանաս քեզ համար սուրճ կպատրաստես Իսկ հիմա նստիր այստեղ եւ տես թե ծներ պապը ոնց է պատժելու չարագործներին Ես պատժեցի չարագործների Ապրես, ապրես հանդեսդ բրծար դե հիմա դավրես Մանե, այդ ինչ ես անում, հաշվում ես քանի Զորո կա? Չհաշվում եմ քանի հազար ենք տակ տալիս Հա լավ, ավել լավա փող կորցնենք, քան տուն Ինչ ալը, ինչի եք ինձ աշխատանքից, պոգել բերել ստեղ Իվան, մենք գտել ենք Զորոին Այստեղ բոլոր նստածները Զորո են ինչ իմացաք Նայ Զորո Վարյա խորշակ Դա, բա մենք ոնց հասկանանք մեր ուզած Զորոն որն է Ես հասկացա ինչա պետք անել Այս նկարը ցույց ենք տալիս բոլորին ով հավանեց ուրեմն ինքը Նիկայի սիրածն է Բարև ձեզ Կասեք այս աղջիկը ձեզ դուր է գալիս Օ, բոտո չի Բարև ձեզ, մի րոպե, այդ պահեք Բարև ձեզ Ըստ ձեզ, այս աղջիկը սիրուն է Հա, շատ սիրուն է Նա Լավ, մի րոպե Տիկնայք և Զորայք Ով այս աղջկան հավանում է, թող ձեր բարձրացնի Նա, վիճեցրիք
Փաստորեն բոլորը Նիկայի սիրասներն են։ Բացի այն աղջկանից։ Կներեք, կարող է ձեր հաշիվը բերեմ։ Չէ, պետք չի։ Շնորհակալություն։ Թե ուղղակի արդեն 3 ժամ է, կերել վերջացրել եք ու պարապ նստած եք։ Ա ոչինչ, ես մի քիչ էլ կնստամ։ No problem։ Ուղղակի հիշեմ տուն գնալուց ձեզ վրա ծածկեմ, որ չմրսեք։ Նոր գնամ։ Ֆիգուր տոմբեմ, սարպեսադո։ Ես ինչ կասեք դու։ Բայց պետքա որ գնանք մոլ։ Ոյ, քո չես ուզում քո դյունանուշիկին ամանորյա նվեր առնել։ Դե ես մտածում եմ, որ կարելի է հանգիստ։ Կյանքս փոշմանեցի։ Այն նվեր չեմ ուզում։ Ես ինչ լավ բան ասիր։ Գնացինք։ Դու գնա, ես հեսա կգամ։ Ահա, կապա։ Ես գնացım։ Սուրո դոլորիվ գշտես։ Ինչ ես անում ստեղ։ Դու ես գժբը Արսենիկ, խոչս պատասխանում զանգերից։ Նախ Վարսենիկ չի, Նիկայա, եւ երկրորդն ես քեզանից ոչ մի զանգ չեմ ստացել։ Գնա ստեղից, քանի մեզ միասին չեն տեսել։ Լսի, դու կարող ես ուզում ես գցես։ Ասեմ, որ չի ստացվի։ Զորոյին գցողը ինքն անգնամ ձորը։ Մի հատ հանգստացի էլի Զորո։ Ամեն ինչ մեր պլանավորածավակն է։ Նոր տարում ես ու Բիձեն ամուսնանում ենք իրար հետ։ Ու միանգամից հաջորդ օրը դու նենց ես կազմակերպում, իբր ինքը ինձ դավաճանում է։ Ու բաժանվում ենք, ու այս ամեն ինչ ռեստորանները տունը մնում է մեզ։ Չես հասկանում։ Նայ, հա։ Ես քեզ հետևում եմ։ Գնացի։ Աֆրիկա, մտածեցի ինչ կանենք։ Ժիրո, նախ առաջինը Աֆրիկա չի, Եվրիկայա։ Երկրորդն էլ ձենդ կտրի։ Իսկ երրորդը դու այսօր արդեն լիքը ապուշ բաներ ես մտածել։ Իվան, չէ, այս մեկը հաստատ աշխատող է։ Ինչ ես մտածել, քրաշես։ Հեսա կիմանանք։ Մանե, մի հատ պապայի համար հավաքի դիրական կիս։ Հալո։ Պապ ջան, ես ու Իվանը այսօր նստեցինք։ Երկար մտածեցինք ու հասկացանք, որ քեզ հետ շատ սխալ ենք վարվել։ Մի խոսքով, մենք հասկացանք, որ պետք է մեր երկու ռեստորանները միացնենք իրար ու քո ու Նիկայի հարսանիքը մեծ շուկով նշենք մեր հաշվին։ Ախպերները հետ են գալի նոր սենարով Ամով հոտով դզած փչած կերպարներով Ծնողների ցանկությունը կատարելով Ամուսնանում են օրինական ճանապարհով Բնատվում են ախպերները նույն հասեյում Ամբողջ օրը կրվում իրար մի սենուտում Այս ամենին մի նոր պրոբլեմ է ավելանում Պապամ նոր ու ջահել, մամայա օջախ Ուզում եք իմանալ ապարտը պատմության Հարմար տեղավորվեք զինվեք համբերության Սկսում ենք սիտկոմը ընտանեկան Սպասված և շատ սիրված Շիրովի Ուզում եք իմանալ ապարտը պատմության Հարմար տեղավորվեք զինվեք համբերության